ՀՊԱ-ական Պապոյանը ասում է, եթե իրենք չընտրվեն, խաղաղություն չի լինի, համամիտ եք։ Համամիտ եմ, որովհետև Փաշինյանը խաղաղության կողմնակից է։ Փաշինյանին եք ընտրելու, այսինքն։ Հա, միանշանակ։ Իսկ ինչ եք կարծում, իրենց տված խոստումներից որևիցե մեկը կատարել են։ Լրիվ կատարված է, լրիվ։ Ինչ որ օրինակ կբերեք։ Օրինակ բերեմ, ինչ է, ասֆալտապատում կատարել են, թոշաները բարձրացրել են։ Ինչն է մնում։ Նորմալ է, հենց չի որ նորմալ չի էլի, որ ճիշտը խոսանք, ինչ տեսնում ենք այն ենք ասում։ Հենց չի որ ասելով է, էլի տեսնելով է։ Ես չեմ մասնակցում քաղաքականության գներեսը։ Ում եք ընտրելու։ Չեմ գիտեր, բայց ոչ Նիկոլին։ Նախ սկսենք այդ Պապոյանովը դրանից։ Եթե նախարար տենտանկապ հիմարություն ասեն, էլ ինչ կարելի է սպասել այդ ԿՊԱ-ականներից։ Ընդհակառակը եթե նրանք գնան, որ նրանք գնան, այս երկիրը կփրկվի։ Կփրկվի կործանումից, հասկանում եք։ Այնպես որ ԿՊԱ-ականները, երբ որ եկան իշխանության, ես ցենց առաջ օրն ասացի, մեզ սպասվում է ՀՇ-ի ապագան։ Եվ ինձ այդպես էլ եղավ։ Եվ ինձ այդպես էլ օր-առօր, ժամ-առ-ժամ ինձ այդպես էլ եղավ։ Հիմա ԿՊ-ն դառել է ՀՇ, այսինքն գիտեք ինչ, կարելի է այսպես ասել, և Փաշինյանը, և նախկինները բոլորը Լևոնական պապիկի ճուտիկներն են։ Նրա դաստիարակությունն է, նրա շկոլան է, այնպես որ ոչինչ չի փոխվի, բացարձակապես ոչինչ։ Որ այդ ԿՊ-ն գնա, հետո Հայաստանում պետք է ուրախություն լինի, պրազնիկ լինի, հասկանում եք։ Այդ դեպքում ում եք տեսնում ղեկավար։ Ղեկավար Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք կարող են երկիրը ղեկավարել, բայց նրանք մեյդան չեն գալիս։ Հասկանում եք, որովհետև փող չունեն, ֆինանսավորող չունեն, չեն կարող այդպիսի միտինգներ կազմակերպել, պաստամենտներով եւ այլն։ Գնալու եք գալիք ընտրություններին։ Ես ինքս ինձ խաբեմ, չեմ ուզում, որովհետև ոչինչ չի որոշվելու, ոչինչ չի փոխվելու։ Փաշինյանը նորից իր բանդայով մնալու է, այնպես որ էական ոչինչ չի փոխվելու։ Քանի դեռ Պուտին պապիկը թույլ է տալիս, որ ինքը մնա։ Երբ որ Պուտին պապիկը կզգա, որ դրա վերջն եկել է, նա պրոբկի պես կթռնի։ Հասկանում եք։ Այնպես որ ես ինքս ինձ չեմ ուզում խաբեմ։ Հետո ռուսական մի հատ էսպի լավ ասած կա, ասում кто на коне, тот и командует парадом։ Իշխանությունն իր ձեռքն է, ոստիկանությունն իր ձեռքն է, դատարաններն իր ձեռքն է։ Այնպես որ ոչինչ չի փոխվի։ Այն տարիների նման նորից պաչկով ԿՊԱ-ականները կտանեն կլցեն ազգային ժողով, այսպես կոչված ազգային ժողով, եւ Փաշինյանը կդառնա վարչապետ։ Ու նորից 3 տարի Հայաստանը ողորմելի վիճակի մեջ կընկնի։ Համար ես միշտ ասում եմ, ողբամ քեզ Հայաստան, ողբամ քեզ հայ ժողովուրդ։ Չնայած այստեղ ժողովուրդ ես չեմ տեսնում, այստեղ հիմնականում ամբոխ է։ Ամբոխ։ Յաններն անջատած ապրում են, համար նրանց մար մեկը։ Փաշինյանը կլինի, Փաշինյանը կլինի, ով ուզում է։ Ոչ, համամիտ չեմ։ Ում եք ընտրելու ընտրություններին։ Գաղտնիք հա դա, չգիտեմ ով կլինի թեկնածուն, ովքեր կլինեն, չգիտեմ, չեմ կարող ասել։ Ամենայն դեպս իրանց չեմ ընտրելու։ Չէ, ոչ մեկել էլ համաձայն չեմ։ Ոչ մեկել էլ համաձայն չեմ։ Եք գնալու գալիք ընտրություններին։ Չէ, նույն անելու։ Ոչ մի բան չի փոխում։ Ընդհանրապես չեմ ընդունում իրենց, Իսկ ում եք ընտրելու։ բայց դա ասում են գաղտնիք է։ Ոչ ԿՊ-ին։ Ասում են էլի որ տենց անընդհատ 100 տարի իրանք չեն մնա, այդպես բան չկա աշխարհում։ Ում եք տեսնում երկրի ղեկավար։ Չեմ կարող ասեմ դա։ Հələ որ հայտ չեմ անում։ Չեմ գնալու եմ, բայց հələ չեմ կողնորոշ, չեմ անում։ Եք որոշել ում եք ընտրելու։ Որոշել եմ ոչ չէ։ Որոշել եմ ում կընտրեմ, բայց ում չեմ ընտրել արդեն շուտ բանից կա։ Հետ շուտ բան։ Ոչ, ոնց կարող խաղացություն չունի։ Ում եք ընտրելու։ Ես ովքեր խոստանում են
որ մաշրուտկը նախքին գինը սարքել եւ խանութների գները թեթևակի էժանացնել նրան կընտրիմ։ Ովքեր Նիկոլի բարձրացված գները, ասինքն տրալեբուս, եկել ավտոբուսները, եկել խանութներ գներ, ովքեր խոստանում են այդ գործը մտնելուց, մինչև 7 օր, որ մինչև մի շաբաթ կատարին, ես կընտրիմ նրան։ Նիկոլը ոչ մի բան չի կատարել։ Նիկոլը տեղադրված է Ղարաբաղի պահով, ասինքն Ղարաբաղի ինչ պահով։ Ղարաբաղը թե ում գործն է, որ չկա այսօր։ Ես հաստատում եմ հարցը համար առաջինը որ դա Պուտինին գործն է։ Դե ներսիցով խառնված դա ապացույց չունեմ Նիկոլին աթորտվել են այդ պահով, որ Կա ինչ-որ մեկը ում տեսնում եք երկրի ղեկավար։ ոչ ազնի մարդ ես Երևանում չեմ տենում։ Չեք գնալու ընտրությունների։ Ես կմեկնեմ ընտրությունների, բայց ես չեմ ցանկանում որ Նիկոլը լինի, որովհետև ինքը գործ չի անում։ Քաղաքացիներին ոչ թե պետք է արգելել փողոցում առևտուր անել, այլ պետք է գործարան բացել, որ փողոցում մարդ չլինի։ Քաղաքում պետք է գործարան լինի, գյուղում էլ գյուղատնտեսություն, լի արտադրանք, դե ինքն էլ չի անում դա։ Մենակ փողոցներն է ոսկեզօծում, բայց դա պետությանը առաջխաղացում չի տալի ոչ մի ձևով։ Կարծում եք չկան հիմա աշխատատեղեր։ Ոչ։ Նիկոլը որպես վարչապետ ինքը իր քաղաքացիներին տիրություն չանում ոչ մի ձև, այլ քաղաքացիներին տիրություն են անում սեփականատերերը։ Ալեքսանյան Սամվելը, Ծառուկյանը եւ այլերը։ Ես ճիշտ բան եմ ասում։ Հենա ամեն մեկ աշխատողին 50,000 ռուբլ ես հարցրել եմ աշխատողներից ինչքան է տալ ինքը։ Բայց Նիկոլն Ալեքսանյան Սամվելից հարկեր հավաքում։ Ում եք տեսնում երկրի ղեկավար։ Մեր երկրին, ով լինում է թողլի, մեր հայ ժողովրդի համար խաղաղություն լինի։ Տարբերություն չկա ձեզ համար ով կլինի։ Կլինի, ես ինչ կարող եմ ասեմ։ Իսկ ընտրություններին ում եք ընտրելու։ Ես, բայց ես քաղաքացի չեմ, ինձ իրավունք ունեմ։ Ես մենակ խաղաղություն եմ ուզում մեր հայ ժողովուրդ։ Ծզման աղջիկներին հետ է, բախտավեր լինեք, լավ ենք, էլ ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ, ինչ ասեմ։ Դե չէ, ինչ։ Կողքոնը այսօր օրս նորմալ արդի դրանց անունը կլինի։